иногда сам себе завидую. Беларусь добросумленно виконувати, Заступаючи на посаду президента Республики Беларусь, 70-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն 31 տարի անց ձեռքը կրկին դնում է սահմանադրության վրա, 7-րդ անգամ հանդիսավոր խոստանում ծառայել Բելարուսի ժողովրդին։ я же последний и единственный диктатор в Европе. Եվրոպայի վերջին բռնապետը ավելի քան 30 տարի իշխանության ղեկը բաց չի թողել ու չի էլ պատրաստվում։ Поважать, оховывать правы и свободы. Մինչ նա Մինսկի անկախության պալատում երդվում էր հարգել ու պաշտպանել իրավունքներն ու ազատությունները, Ժնևում ՄԱԿ-ի անկախ փորձագետների խումբը հայտարարեց. Լուկաշենկոյի գլխավորած կառավարությունը 2020-ին մարդկության դեմ հանցագործություններ է գործել։ Բելարուսի կառավարությունը մարդու իրավունքների համատարած խախտումներ է թույլ տվել խաղաղ բնակչության նկատմամբ։ Դրանցից մի քանիսը մարդկության դեմ հանցագործություններ են։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության դեմ դուրս եկած ընդդիմությանը դաժանորեն ճնշելու ջանքերի մի մաս։ President Alexander Lukashenko. Ըստ փորձագետների 2020-ից ի վեր 100 հազարավոր մարդիկ լքել են Բելարուսը։ Կալանավորվածները ենթարկվել են խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի, այդ թվում ծեծի, էլեկտրաշոկի եւ բռնաբարության։ Բելարուսի բանտերում ըստ Վեսնա իրավապաշտպան կազմակերպության շուրջ 1250 քաղբանտարկյալ կա։ Նրանց մի մասը ճաղերի ետևում են 2020-ի ընտրություններից հետո, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան Լուկաշենկոյի հերթական կեղծիքներով ուղեկցված ընտրության դեմ։ Վլադիմիր Պուտինի հավատարիմ դաշնակիցը մինչև հանդիսավոր երթմնակալությունը հասցրել է հաստատել նոր կառավարության կազմն ու պաշտոնական այցով մեկնել Մոսկվա։ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքն իրեն վերանշանակել է եւս մի կեղծ քվեարկությամբ, պնդում են Եվրամիության առաջնորդները։ Լուկաշենկոին սակայն արևմուտքի կարծիքը չի հուզում, նա կարծում է աշխարհն է իրեն երանի տալիս։ Полмира мечтает о нашей диктатуре. Աշխարհի կեսը երազում է մեր բռնապետության մասին, իրական գործերի եւ մեր ժողովրդի շահերի բռնապետության մասին։ Խոսքի ազատության հետ կապված էլ ամեն ինչ կարգին է մեզ մոտ։ Մենք ավելի շատ ժողովրդավարություն ունենք, քան նրանք, ովքեր իրենց դրաչափման միավորն են անվանում։ Այս առումով Լուկաշենկոյի տեսակետը նույնն էր անգամ 2012-ին։ Вот вы приехали ко мне, ну и посмотрели на живого диктатора. Где вы больше увидите это? И не смотрите на нас, как на диктаторов и чужих людей. Мы все равно европейцы.